Այս պահին հիմա հարցազրույց է տալիս մյուս լրատվականներին, միանանք նրանց եւ հարցերը այդ պահին ուղենք։ Պարոն Սյունյանյան, դուք բան արել եք, պահանջ ձևակերպել եք ԿՀ-ի, որն այդ պահանջը։ Մեր իրավաբանները բնականաբար ձևակերպել են պահանջը, ես իրավաբանական թիմի անդամ չեմ, բայց տեղեկացված եմ իրացից։ Պահանջը, որ վերաքվեարկություն անցկացվի։ Իհարկե, այս փուլում կա, բայց ուսումնասիրությունները շարունակվում են, մենք չենք բացառում ամբողջ արդյունքները բողոքարկելու հնարավորությունը դատական մարմիններում վիճարկելու եւ այլն։ Պարոն Սյունյանյան, իսկ ասում եք ընդդիմադիր դաշտի հետ հիմա քննարկումներ են ընթանում, ինչ է ակնկալում Բարգավաճ Հայաստան այս պահին ընդդիմադիր այն ուժերից, որոնք անցել են խորհրդարան իրավունքի պաշտպանության հարցում մենք պետք է կոնսոլիդացված լինենք, դա ենք ակնկալում։ Այսինքն միանան ձեզ այս ցույցերի եւ ակցիաների ժամանակ։ Չի միանան ֆիզիկապես հենց այստեղ, երեք արդեն մեր գործընկերները իջի համար շնորհակալ ենք, շատ համարժեք արձագանքել են, թե Նարեկ Կարապետյանը, թե Իշխան Սաղաթելյանը, թե Արման Թաթոյանը, այլ արձագանքներ էլ կան, գուցե չհիշեմ, բայց երեք գիշեր արդեն շատ adekvat արձագանքել են ստեղծված իրավիճակին։ Ընդդիմադիր չասեմ ընդդիմադիր դաշտում, բայց կան տարբեր շրջանակներ, որոնք ամեն դեպքում կասկածներ են հնչեցնում, որ այ նույնիսկ խորհրդարան անցնելու պարագայում Բարգավաճ Հայաստանը կարող էր իշխանության հետ ինչ-որ համագործակցության կամ կուլիսային պայմանավորվածությունների գալ, դուք քանի որ ցուցակում եք իրանց գլուխը պատին են տալիս, մենք որևէ բացառում ենք, ես որպես պաշտոնական խոսնակներից մեկը թիմի օֆիցիալ բացառում եմ որևէ կոմպրոմիս եւ համագործակցություն ԿՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանի հետ մենք մի խոսակցություն կարող ենք ունենալ երբևէ, դա նրա հեռացման պայմաններն են։ Դա Բարգավաճի տեսակետն է, որ նրա այդ միակխոսակցությունը կարող է լինել այդ օրակարգում։ Նրա հեռացումը կարող է լինել, բացառում ենք որևէ համագործակցություն քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պարոն Սյունյանյան, կներեք Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է այստեղ տեղ ունեցող ակցիային, թե ոչ։ Չէ, այս պահին ոչ։ Ինչով պայմանավորված։ Դե երբ որ հարմար կլինի ինքն է կմասնակցի։ Բայց չեք կարծում, որ ձեր ընտրողների նկատմամբ բանարգանք է երբ դուք բացարձակապես։ Ինչ կա։ Պարոն Սյունյանյան, մեր թիմը բազմաշերտ է, ամեն մարդ զբաղվում է։ Պարոն Սյունյանյան, իսկ եթե ամեն դեպքում այդ ընտրական շեմի հաղթահարման հարցը Բարգավաճ Հայաստանը լուծի, Գագիկ Ծառուկյանը մանդատը կվերցնի, այսինքն հարց եք տալի, որը ժամանակավրեպ է, որովհետև երբ որ կվերցնենք մեր մանդատների թվով կհայտարարենք խորհրդանում մեր թիմը ոնց է ներկայացված լինելու։ Պարոն Սյունյանյան, ինչ իրավական հիմքերով կարող է անվավեր ճանաչել այս ընտրատեղամասը։ Ընտրական օրենսգրքի 101 հոդվածով, որը ասում է, որ եթե որոշ տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչել ընդհանուր պատկերի վրա ազդեցություն ունի, 101-րդ հոդվածը պահանջում անցկացնել կրկնակի քվեարկություններ, որտեղ այդ պիսով խաթարվում է ընտրական ամբողջ պատկերը։ Մի ճշտում, հա, պարոն Սյունյանյան, այն որ այդ երկու տեղամասերում անվավեր է ճանաչվել արդյունքները, դրա հետ խնդիր չունեք, բայց վերաքվեարկություն եք պահանջում, ճիշտ եմ ասում։ ԿՀ-ն իր իրավունքն է իրացրել, բայց այդ դեպքում մի բան էլ է անհասկանալի։ Եթե երկուսում անվավեր է ճանաչել, ինչի մի հատ այլ ընտրատարածքում, եթե չեմ սխալվում 32, որտեղ թիվ 8 համարը բացակայել են ընդհանրապես, այդ տեղամասի արդյունքները ինչի անվավեր ճանաչված չեն։ Այսինքն նախընտրողական վերաբերմունք են արել, հատուկ են նպատակով, որ ԲՀԿ-ին ֆիլտրեն, չթողեն խորհրդանում։ Բայց ասում ենք լավ անվավեր ճանաչել եք, ինչու կրկնակի քվեարկություն չեք նշանակել։ Բայց եթե դեռ չեն նշանակել, դա օրենքի խախտում է, թե հետո վստահաբար, կամ այս որոշումը պետք է ամսի 14-ին կայացվեր եւ միանգամից նշանակվեր, կամ sense գիշերային խորհրդավոր որոշում չպետք է կայացներ։ Գիշեր, ինչու է շուտ կամ ժամանակի իրենք ամեն ինչ անում են ԲՀԿ-ին ֆիլտրելու համար։ Հիմա ցանկացած մեթոդի գնում են հենց ընթացակարգի խախտումը մեր մոտ լեգիտիմ կասկածա ստեղծում, որ նպատակը ազնիվ չի, նպատակը ընտրությունների օրինականությունը վերականգնելու ցանկությունը չի։ Որ հորիզոնականում է։ Ես 8-րդ։ Այս տեղամասերի արդյունքները, եթե անվավեր է ճանաչվել ու հետո չվերականգնվի, ԲՀԿ-ն գործնի տեսականորեն ենթադրենք, ինչ կլինել Մենք ասել ենք, որ քաղաքական, իրավական ամբողջ գործիքակազմը օգտագործելու ենք մեր ընտրողի ցանկացած քվե պաշտպանելու համար
եւ երկրորդը, որպեսզի ընտրությունների ընդհանուր օրինականությունը վերականգնենք։ Մտնել չմտնելու հետ օրինակ մենք չենք կապել մեր այն հայտարարությունը, որ քննարկում ենք նաև դատական կարգով ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը։ Բայց անկախ դրանից, եթե այս ձայները ԲՀԿ-ն կորցնում է նաև այս պահի դրությամբ։ Այո, այս պահի դրությամբ, եթե այս ձայները գրպանում են եւ կրկնակի քվեարկություն չեն նշանակում, ձեր ասած սցենարը կա։ Պարոն Սուրենյանց, իշխանության այս գործելավոճ ինչով է պայմանավորվում։ Վախերով։ Ասեմ, ինքը խնդիր ունի Նիկոլ Փաշինյանը 3/5 գոնե ապահովել խորհրդարանում, որպեսզի սահմանադրական օրենքներ կարողանան միայն իրենց ֆրակցիայով ընդունեն, որպեսզի սահմանադրական պաշտոններում միայն իրենց ֆրակցիայով նշանակումներ անեն։ Քանի որ ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կոնֆիգուրացիան փոխում է եւ իրենք զրկվում են նույնիսկ 3/5-ից, որոշել են դիմել ցանկացած մեթոդի իրենց կոմֆորտ այսպես կոչված կարգավիճակը ապահովելու համար։ Հետո մի մոռացեք, մենք հո կատակ չենք անում, որ ընտրարշավի ժամանակ ասում ենք Նիկոլ Փաշինյանը լիքը արտաքին պարտավորություններ ունի ստանձնած այդ թվում Ալիևի առաջ։ Հիմա եկել է այդ գինը վճարելու ժամանակը։ Իսկ իր ներկայությունը խորհրդարանում, եթե ԲՀԿ-ն էլ է հայտնվում խորհրդարանում, հուշում է, որ ինքը խիստ խոցելի լեգիտիմություն ունի։ Այդ խոցելի լեգիտիմությամբ այդ արտաքին պարտավորությունները կատարել չի կարող։ Կոպիտ ասած, ԲՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում խաթարում է Նիկոլ Փաշինյանի Ալիևի երջանիկ վասալ լինելու կարգավիճակը։ Պարոն Սուրենյանց, իսկ ԿՊ-ն մտավախություն չունի հետագա զարգացումներից։ Թող ունենա։ Ես ասում եմ հետևյալը, որ եթե այս բեսպրիձելը շարունակվի, քիչ առաջ ասուլիսում եմ ասել, աստիճանաբար այս հավաքը ձնագնդի պես մեծանալու է, եւ իշխանությունը կզգա հասարակության ցասումը։ Մարդկանց երբն է հետաքրքիր, երբ է լինելու։ Գիտեք, ելքի մասին չեմ կարող ասել, բայց հասկացա, այս իշխանության ճգնաժամ այս ընտրություններով չի աղթարվել, այս պայից հաշվեք, որ իրենց հեռացման հետ հաշվարկը ժամանակացույցը միացված է, մի ամսից կլինի դա 2 ամսից։ Ես քաղաքական գործիչ եմ, որ անում եմ իմ անելիքը, երբ արդյունքի կհասնեմ, չեմ կարող։ Պարոն Սուրենյան, տեղյակ եք Գագիկ Ծառուկյանի որդին եկավ Հայաստան։ Ասել էր հունիսի 8-ին կգա։ Ուրեմն ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև երբ որ Հայաստանում կլինի արդարադատություն, Գագիկ Ծառուկյանի որդին կգա իր արարքի համար պատասխան կտա։ Այսինքն երբ Ծառուկյանը լինի իշխան։ Ասում եմ, երբ Հայաստանում կլինի արդարադատություն, չասեցի ով կլինի իշխանության, ցանկացած իշխանություն, որը կերաշխավորի արդարադատությունը։ Յուրաքանչյուր մարդ իր արարքի համար պատասխան կտա, ոչ մեկը օրենքից չի փախչի։ Այս հավաքին ընտրողներն էլ էին հրավիրվել։ Համակիրները, համակիրի մեջ կարող են ընտրողել մտի այլ քաղաքական միջավայրեր։ Ցանկացած մարդ Առաջարկում եմ հետևել